Սիրելի ընկերներ, Antifake-ի եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումն է եւ ինչպես միշտ ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Անցնող շաբաթվա կտրվածքով բավական հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս եւ Հայաստանի շուրջ։ Բնականաբար անցնող շաբաթվա համատեքստում կարևորագույն քաղաքական իրադարձությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ, դա եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովն էր, որը որ բավականին հետաքրքիր ներբերյալներ ուներ եւ բազմաթիվ փորձագետների, նաեւ հասարակական քաղաքական դերակատարների գնահատմամբ դա ուղղակիորեն հակառուսական կոնգրես էր կամ հակառուսական համաժողով էր, որը որ տեղի ունեցավ Երևանում եւ այդ համաժողովի համատեքստում հնչեցին բավականին հետաքրքիր հայտարարություններ արևմտյան պետությունների ղեկավարների եւ մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Պարոն Նահապետյան, Էմանուել Մակրոնը այսպիսի մի հետաքրքիր հայտարարություն արեց, նշելով, որ մինչ 2018 թվականը իբրև թե Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության քծորդ էր հանդիսանում եւ 2018-ը դա բեկումնային եւ պատմական իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում։ Եկեք հասկանանք, կամ փորձ անենք հասկանալ արևմտյան տրամաբանությունը։ Եթե Էմանուել Մակրոնի դիտարկմամբ Հայաստանը ռուսական կցորդ էր իբրև թե, ապա ինչպես էր ստացվում, որ նախկին իշխանությունների ժամանակ Եվրոմիության հետ ստորագրվում էր ՍԵՊԱ-ի համաձայնագիրը։ Ստախոս է մարդը, պարզ ստախոս։ Ինքը մտածում է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր նման հորթ է։ Հորթը ինքն է, մեր ժողովրդին փորձում է այշի տեղ դնել։ Օրինակ Ժակ Շիրակ ինչ ասի։ Եկել է չէ ստեղ։ Հանդիպել էին երկրի նախագահ Սարկոզին ինչ ասի։ Ֆրանսիայից պատգամավորական խումբը, որ Արցախ էր գնում, ինչ ասի։ Եղել է չէ, սա իրականություն է, չէ։ Մենք Ֆրանսիայի հետ վական լուրջ պայմանագրեր ենք չէ կնքել։ Ավելն ասեմ, այս սրա կոլեգան այստեղ, որոնք հիմա իրանք քաղաքական սիրո մեծ բանում են, հա, դիրույթում են գտնում դիմավորումն ու ճանապարհումը նկատի ունեմ։ Իրականում Հայաստանը նաև նախկիների ժամանակ ռազմատեխնիկական համագործակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Եվ դա նորմալ է նայվել մեր ռազմավարական դաշնակցի կողմից, որ ասում էր, այ որ մենք Ռուսաստանի հետ չանենք այդ ռազմատեխնիկական համագործակցություն, զենք բան չառնենք, էլի։ Արել ենք, դա համար մյուսները զենք չեն տվել։ Ստախոս է, հարգելիս։ Երբ որ ստախոսը չի պատժվում, իր սուտը աշճանաբար գնալով մեծանում է, այդ փուչիկը փչվում է։ Բայց եթե անձը միայն սուտը խոսում է, որը վնասում է իրեն, դա իր խնդիրն է։ Բայց այս մարդու սուտը, Մակրոնի սուտը վնասում է մեր ժողովրդին, վնասում է մեր պետականությանը։ Այսինքն սրանք վնասակար անձիկ են։ Երկուսն էլ սուտ են խոսում։ Բայց ՍԵՊԱ-ի պայմանագիր է կնքվել, միաժամանակ ԵԱՏՄ-ի անդամ ենք, չէ՞։ Բա ինչ է նշանակում 18 թվականից։ Սրանց նման մի եւս ստախոս կա, բայց որը վստահաբար ինչ որ բաների ազդեցության տակ է, չգիտեմ են Չինաստանից վերած սունկի, թե տակով արած տոննայից ավել թմրամիջոցի։ Ասում է Տիգրան Մեծից հետո եվրոպական երկրները իրենց ղեկավարները ասենց Հայաստան գալ, Հայաստան ընդունել, եսին բարերով եմ էլ փորձում համեմել։ Հիմա դա դոզայի տակ է։ Մի ժամանակ Արադ Միրզոյանն էր, հիմա փոխարինող երևի ունի։ Տիգրան Մեծը ուր, Եվրոպան ուր, եվրոպական երկրները ուր։ Այսինքն եւ մոռացել եմ, որ Տիգրան Մեծի ժամանակ կար եվրոպական մայրցամաքում մեկ տերություն, դա հռոմեական կայսրություն։ Թե չգիտեն հարգելիս, ոչ թե մոռացել են։ Մոռանում են մի բան, որը գիտեին, ուղղակի պարբերաբար չեն օգտագործում, այդ տեղեկատվությունը իրանց համար դա հիշողության այդպես խոր անկյուններում է թաղում։ Այս մարդիկ տգետ են, գիտելիքա զուր, գիտելիքա հեն չեն։ Ընդհանրապես իրենց գիտեք ոնց, ասենք հիմա պատկերացրեք տարական դասարանում։ Ես այս օրինակը բերեմ, որովհետև որովհետեւ հասկանանք ինչ ասել է այսօր Հայաստանի գլխին կարգված իշխանություն։
կարգվել են, սրանց կարգել են իշխանություն։ Օրինակ, պատկերացրեք առաջինից 4 դասան, տարական դասան, աշակերտներն են դասը վարում, ուսուցիչը, բոլոր ուսուցիչները նստած աշակերտների վարած դասը լսում են, որտեվ աշակերտին է տրված նման իրավունք, այսինքն իշխանությունը տրվում է աշակերտին։ Ասենք 7 տարեկան աշակերտը վարում է դասը, ուսուցիչն էլ մյուս աշակերտների հետ նստած որպես աշակերտ լսում է այդ դասը։ Այդ դասը ինչ որ բան կլինի։ Այդ աշակերտը գիտելիք չունի, փորձառություն չունի, տարիքը են չի, որպես մանկավարժ հաստատված չի, դիպլոմ չունի ոչ մի բան։ Բայց եթե մի դպրոցում ասում են տարական դասարան կամ ասենք ավագ դասարան, տանեն նստածեն ասեն հիմա ինքն է վարում, սրանց հետո ուսուցիչները իրենց լսեն։ Դուք արձագանքը մոտապես պատկերացնում եք, չէ՞ ինչ է լինելու։ Բնականաբար։ Այդ դպրոցի տնօրենին մայրուղի են հանելու օրը 24 ժամով։ Բա հիմա եթե սրանք գիտելիք չունեն, կրթություն չունեն, փորձառություն չունեն, շատ մոլությունների մեջ են, շատ մոլությունների, այդ թվում նաև թմրամոլության։ Ես սրանց տվել են իշխանություն, ասում են կառավարեք։ Անհավատ, ստախոս, նենք, վախկոտ, ծառայությունից փախած, կռվին չմասնակցած, տարբեր կառույցների համար որպես ինֆորմատոր աշխատող, հարևանի վրա գործ տվող եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ նաեւ իրենց շրջապատում գտնում են եւ հարսադոմփեր եւ մայրադոմփեր եւ այդպես դոմփեր, ինցեստով եւ չգիտեմ պղծություններով եւ միասեռականությամբ զբաղվող անձինք։ Բայց հիմա եթե դրանց իշխանություն ես տվել, բայց երկի վիճակը սպիլնի, ավերը լինի, հարգելիս։ Եվ պատկերացրու, ասենք, մի լիտր ոգելիչ խմիչք օգտագործած կամ 3 բաժնեմաս կոկային օգտագործած անձին տալիս են մեքենայի ղեկը եւ Երևան SP երթևեկության օրը 24 ժամ խցանումներ են։ Ասում են վարի, ինչ կլինի։ Դու պատկերացրու ինչ կլինի։ Այ ոնց որ են երիտասարդը, որին 2 ամիս տնային կալանք են տվել, այդ որ ասում են նվաստացնենք այս Նիսանին անցնենք ու վթար։ Չէ՞։ Հիմա պատկերացրու այդ երիտասարդը ենթադրենք ընդունենք բանական առումով նորմալ վիճակում է եղել, ազդեցության տակ չի եղել։ Թեև ես խիստ կասկածում եմ, տնցները որ նստում են, քաջություն իրանց տալիս է խմիչքը կամ կոկային ու հերոինը, կամ վատագույն դեպքում եթե աղքատեն, ասենք խոտը, մարիխուանա։ Հիմա այդ մարդկանց տալ մեքենա վարել նշանակում է վթար, զոհ կորուստ։ Հիմա այս մարդկանց հատուկ են բերել։ 18 թվականին սրանց հատուկ բերել են իշխանության։ Բերողները հրաշալի իմանալու, որ սրանք փայլուն կերպով ձախողելու են երկրի կառավարումը։ Տանուլ են տալու ցանկացած պետության հետ, ցանկացած մրցակցություն, ոլորտը կապ չունի։ Պատերազմը եւս մրցակցություն է։ Երկու պետությունների ռազմական, քաղաքական եւ այլ գերատեսչությունների մրցակցություն է։ Իսկ վստահաբար սրանց տալ իշխանությունը նշանակում է պարտվել։ Տալ իշխանությունը նշանակում է ավեր, տալ իշխանությունը նշանակում է պետության կորուստ, պետականության կորուստ։ Եվ հատուկ են սրանց բերել։ Բայց հիմա իրանք որ այդպես խոսում են, կամ Մակրոնը որ խոսում է, կարծիքով Մակրոնը ի դեպ նույն բուծարանից է ինչ որ էսի։ Նույն բուծարանից է, ասենք ում է Զելենսկին, նույն բուծարանից են։ Օրինակ Զելենսկին ու Մակրոնը թմրամիջոց օգտագործող են։ Ստարմերը թմրամիջոց օգտագործող, հիշում եք այդ հայտնի տեսանյութը, որ լրագրողը մտնում է սեղանից արագ հավաքում են, չէ՞։ Գործիքը որը որ քիթն է, չէ՞ քաշելու։ Ինչու, հարգելիս, ինչու, որովհետև նորից եմ ասում, մեկ կամ մի քանի երկրների վերնախավերը որոշում են կայացնում աշխարհի շատ երկրների ղեկավարներին դարձնել կառավարելի։ Կառավարության տարբեր բաներ կա։ Օրենքով այդ երկրում ինչ առավելագույն պատժվում է, քրեորեն։ Այդ մարդուն պետք է թույլ տաս, որպես գայթակղություն եւ մոլություն ինքը օգտագործի։ Հետո այդ տեսանկարը անես, պահես, որպես կոմպրոմատ, այս մարդուն ասես, եթե մեր ասածը չես անում, մենք սա հրապարակում ենք, միանգամից բանտում ես հայտնվելու։ Եվ դրա այդ օպերացիայի գործի անունը ոնց կոչվեց Հայտի Միացյալ Նահանգներում, երբ նկարանվել էր աշխարհի շատ պետությունների, բիզնես շրջանակների, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների մանկապղծությամբ, թմրամոլությամբ, մարդասպանությամբ եւ այլ այլասերումներով զբաղվելու ուրեմն բանը գործողությունները, գործը ոնց հիմա անուն կա չէ դրան Էփշտեյնի անուն կա, այսինքն հիմա երբ որ նայում ես պատահական մարդիկ չեն բերվել, նորից եմ ասում,
Արգենտինայի մի խեղկատակ էլ ընդեղ են բերել։ Սրանց ճնշող մեծամասնություն նորից եմ ասում, կոմպրոմատներ ասեմ, որով կառավարվում են։ Ուրեմն պղծություններ, սեռական ոլորտ, ես չգիտեմ ինչ։ Փաշինյանը չունի, փառք Աստծո, որ չունի, թեև գրքեր է գրում, որով քարոզ անում։ Հիմա սրա վրա այդ չկա, ասենք չկա։ Զելենսկու վրա թմրամիջոցը կա, մարդը երկի նախագահ օրը ցերեկով տեսախցիկների առաջ գովազդում է կոկայնը որպես լավագույն միջոց։ Ով չի տեսել, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ անպայման գնալ տեսնել։ Իրենք կառավարելի են, այսինքն տարբեր մոլություններ, որ այդ երկրում եւ ընդհանրապես աշխարհում քրեորեն լուրջ հետևանքներ է ունենալու, այս մարդկանց մտցնում են այդ դաշտը։ Այդ Էփշտեյնի մոտ ինչ էր հիմնական մանկապղծություններ, չէ՞, հետո սպանություններ, չէ՞։ Բայց մարդը ամբողջովին երկրի ղեկավար կամ քաղաքական գործիչ կամ բիզնես ոլորտ ներկայացուցիչ կառավարել է դառնում, որտեղ լուրջ հոդվածի տակ է։ Եկեք նաև փորձենք հասկանալ, թե արևմտյան պետությունները Հայաստանում այդ հակառուսական համաժողովը անցկացնելու ասպեկտում ինչ շահեցին եւ Հայաստանը այս առումով ինչպիսի ռիսկերի տակ է հիմա մտնում, որովհետեւ ռուսական կողմից կան արդեն արձագանքներ, մասնավորապես կապված իրենց թշնամի Վոլոդիմիր Զելենսկու Երևան այցի հետ, այդ ջերմ ընդունելության հարթակ տրամադրելու։ Այո, հարթակ Եվ այստեղ չի ասած, որ ամսի 9-ին վտանգ կունենա Մոսկվա քաղաքը։ Եվ նաև նշեց, որ ամռանը Վլադիմիր Պուտինը պետք է արդեն կողմնորոշվի։ Պատերազմը դադարեցնում է, թե այս ամենը ավելի է երկարում։ Դե հիմա այստեղ նախ այս հավաքը 3 հիմնական նպատակ ուներ։ Նպատակ առաջին՝ մայիսի 4 Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով։ Սա մի միավոր է ստեղծված, որի մեջ հիմնականում եվրոպական այն երկրներն են, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր, օրինակ Կանադան, հյուրի կարգավիճակով եկել էր, Թուրքիան, փոխնախագահի եւ համապատասխան հանձնաժողովի ղեկավարի Քլիչի ղեկավարությամբ մասնակցությամբ։ Այդ հավաքի իմաստը ո՞րն էր, երբ է ստեղծվել այդ կառույցը։ Ստեղծվել է 22-ի մայիսին, Ռուսաստանի 22-ի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության դեմ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների որոշակի կառույցների ղեկավարների աշխատանքների համադրելու խորհրդակցություններ անցկացնելու որոշումներ կայացնելու իմաստը է։ Այսինքն Ռուսաստանի դեմ կառույց է ստեղծված։ Եվ այստեղ է հավաքը։ Հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարիչ գործ ունի քաղաքական համայնքի ժողովին։ Ինձ որից մեկ կարող է ասել։ Եվ ամենակարևորը, ասենք, Եվրոպայի խորհրդի նախագահը դրա մասին ասեց, ինչ նպատակ է հետապնդում։ Անվտանգություն, կոլեկտիվ դիմադրողականության բարձրացում։ Եվ ասում դուս խոսքը ավանակին են ասում, մարդ ասում թե մենք ենք հավաքվել։ Եվ այդ թիրախը Ռուսաստանն է, որի վերաբերյալ Մակրոնը հստակ կեցված դրսևորեց, ասելով 4000 զինծառայող 1000 սահմանապահ այստեղ է, եւ Եվրոպան Հայաստանի անվտանգություն սահմանների պաշտպանություն ավելի բարձրացնելու համար դի ջանքեր գործադրի։ Եվրոպան ով է։ Եվրոպան չունի վերպետական ռազմական կառույց, այդ ՆԱՏՕ-ն է։ Այսինքն Մակրոնը ասում է ՆԱՏՕ-ն ստեղծի գա։ Ռուսներին դուրս տնենք, ՆԱՏՕ-ին բերենք։ Ինչի համար, լավ, այս բոլոր ինչի համար, իդեպ երկրորդ օրը մայիսի 5-ին Հայաստան Եվրամիություն հավաքներ, դա այլ նպատակ էր հետապնդում։ Թատրոնի կապիկության հերթական դրսևորում, որ ցույց տալ, որ եվրոպական երկրները բոլորը ճանաչում են Փաշինյանին եւ ակնկալում են եւ օժանդակելու են, որ ինքը վերարտադրվի։ Դա է դրա մասին Էմանուել Մակրոնը բացահայտ հայտարարեց, նշելով, որ իր անմիջական աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, բնութագրելով նրան խիզախ առաջնորդ եւ այլն եւ այլն։ Իրանը մա խիզախ։ Պատկերացնում ես։ Բայց խիզախները ինչ ասեն։ Խիզախներ չեն անում, խիզախները գնում ու կռվում են։ Եվ ինչն է այստեղ հատկանշական, որ տեսեք, եվրոպական բազմաթիվ երկրներում անցնող տարիներին տեղնեցան ընտրություններ համապետական եւ Մակրոնը նշեց մեկ օրինակ Մոլդովայում Մարիա Սանդուի кейսը, երբ Փաշինյանին աջակցելու առումով
նա օրինակ բերեց հենց մոլդովական սցենարը։ Նշելով, որ Փաշինյանին աջակցում է այնպես, ինչպես ժամանակին աջակցել էր Մոլդովայի նախագահի տեխնացու Մարիա Սանդուին, եւ այստեղ ըստ էության բացահայտվում է այն սցենարը, որը որ գործի է դրվելու, եւ բնականաբար բացառված չէ եւ շատ հավանական է, որ Հայաստանը մոտակա 1 ամսվա կտրվածքով գնալու է հենց մոլդովական սցենարով եւ Էմանուել Մակրոնը շատ հավանական է, որ անուն սավրեց դա բավականին բաց տեքստով։ Դե հիմա եկեք այսպես։ Հիմա այդ քեզ կոչվածը կամ մի խճապատկեր է հիմա պատրաստում, որով իբր իրավական հիմքեր է ստեղծում, որպեսզի ընտրապայքարի վերջին պահին դուրս դրվի Փաշինյանի հիմնական մրցակիցը Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան, ուրեմն միավորով։ Ինչու համար է սա արվում։ Այսօր ինչու է իբր համատարած գաղտնալսումներ են եւ իբր հիմնավորումներ կան եւ մարդիկ արդեն ձերբակալված են, խափարման միջոցը որպես կալանք է, ավելին անվտանգային այս ժամերին էլ Շիրակի գրասենյակում է։ Այո, անվտանգային դաշտային ծառայության ղեկավարը ոչ ավել ոչ պակաս ասում է, որ դրսից էլ ֆինանսական հոսքեր կան, ոնց որ թե ապացույցներ ունեն, հա, որ կոնկրետ այս կառույցը նաև դրսից ոչ գրանցված եւ ոչ թույլատրելի, այսինքն ցանկացած ուժ ինչ գումար որ ծախսում է, չէ, աղբյուր ցույց տա եւ արդյոք այդքան կարելի է թե չէ։ Այսինքն հիմա այդ քեզ կոչվածն է կամ մոզաիկ պատկերն է պատրաստում, որ վերջին պահին ոնց որ Մոլդավիայում երկու ուժի դուրս դրեցին, նույնն է այստեղ։ Իրենք հրաշալի հասկանում են, որ Սամվել Կարապետյանի ներկայությունը, իր հնարավորությունները, ռեսուրսային բազան դա բավական մեծ է եւ թիվ 1 մրցակիցը, եթե սուրնան 3 հիմնական ընդդիմադիրների մեջ առավել բարձր վարկանշունը Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը։ Ակնհայտ է, որ դրան պետք է չեզոքացնել, առավելս որ երբես 3 միավորը ի հայտ եկան, օրվա իշխանությունները վայնասուն բարձրացրեցին, ասելով, որ թույլ չենք տա Գյումրի 2-ը, թույլ չենք տա։ Իհարկե։ Այսինքն արձանագրում ենք, հա։ Այսօր թիվ Ռոբերտ Քոչանինը եւ Գագիկ Ծառուկյանը քարոզչական առումով են հիմնական թիրախ։ Սամվել Կարապետյանը եւ իր թիմակիցները նաեւ իրավական, բացի քարոզչական, իրավական առումով են։ Այո, ռեպրեսիվ ապարատն է աշխատում։ Ես չեմ ասում մյուս երկուսի նկատմամբ չէ, բայց չափելի չեն, ինչ որ հիմա Սամվել Կարապետյանը։ Անշուշտ։ Եվ հետաբար իրենք գտնում են, որ Սամվել Կարապետյանն է իրանց համար այն գլխացավանքը, որը իշխանության վերարտադրության ժամանակ կարող է խոչընդոտ հանձնանալ կամ ավելին հաղթի Սամվել Կարապետյանը եւ մյուս երկու ուժերի դաշինքը։ Լավ, եկեք հիպոթետիկ պատկերացնենք այդ շատ հավանական սցենարը, որի մասին ըստ էության ակնարկեց Ֆրանսիայի նախագահը, Հայաստանը շարժվում է, Փաշինյանը շարժվում է վերջին պահին, ինչպես դուք նշեցիք, մոլդովական սցենարով եւ որը պետք է լինի այդ պարագայում ընդդիմության անելիքը։ Գիտեք, ասենք այսպես նայենք։ Իշխանությանը կարելի է ուժ կիրառել, ընդդիմությունը իրավունք չունի ինքնապաշտպանության, ընդունում եք սա օրենքով։ Լավ, այդպես է։ Իշխանությունը օրենքից դուրս կարող է ընտրագեղձիկներ եւ ընտրակաշառք բաժանել, հիմա արդեն ապացույցները կան, հրապարակվում է տարբեր քաղաքներում, քաղաքպայմանագրի ներկայացուցիչ քաղաքապետերը արդեն սկսել են այդ գործը։ Այսինքն իշխանությանը կարելի է բաժանել, ընդդիմությունը եթե անգամ ապագայի վերաբերյալ աշխատանքի վերաբերյալ իր համախոհետ խոսում է, գաղտնալսում է, դա արդեն ընտրակաշառք է։ Այսինքն հիմա արձանագրում ենք երկրորդը, որ օրենքով չի կարելի ընտրակաշառք, բայց իշխանության կարելի է, ընդդիմությանը ոչ, արձանագրում ենք, հա, իրողություններ։ Երրորդ, վարչական ռեսուրսի օգտագործում օրենքով չի կարելի, բնականաբար։ Բայց իշխանությունը վարչական ռեսուրս անում է, բայց եթե հանկարծ վարչական ռեսուրսից անհատներ փորձեն օժանդակել ընդդիմադիրներին, միանգամից հետապնդումներ, աշխատանքից հեռացում, քրեական գործերի հարուցում։ Համաձայն եք, ահա։ Ուրեմն
ես առնվազն այս դեռևս մինչև ընտրությունների օրը ես ասում եմ այն 3 կարևորագույն գործիքակազմը, որով իշխանությունը օգտագործում է ռեպրեսիվ իր ապարատը, իր համակարգին, դատախազություն, քննչական կոմիտե ԱԱՑ եւ այլն, այս բոլորը օգտագործում է, հա, եւ ինքը խախտումներով կարող է իր քարոզարշավը անել, ընդ որում քարոզարշավը այսօր է մեկնարկել, Փաշինյանը ասում է ես արձակուրդ եմ վերցնում։ Փաշինյանը մի քանի ամիս է արդեն քարոզարշավի մեջ է, չէ՞, որովհետեւ այն խորհրդանիշները, սիմվոլիկաները, որ ինքը միջետ օգտագործում էր, ասենք ավտոբուսների մեջ երբ որ թռչկոտում էին, ուրախանում էին, ապարում էին եւ այլն, հա, խաղություն, դասական քարոզարշավի մասը։ Սա ինքը քարոզություն է։ Հետևաբար ինքը քարոզություն ավելի վաղ անում էր, մյուսներին չէր կարելի։ Տիկնազորով անգամ ներխուժել եկեղեցին։ Ավելին իր աշխատանքային ժամին էր ինքը անում, որ իրավունքը չուներ։ Պատկերացնում եք ինչքան խախտումներ արել։ Այսինքն իրեն կարելի է, մյուսներին չի կարելի։ Այստեղ ինքը բացարձակ առավելություն չէ ունի։ Իսկ ինչ առավելություն ունի կամ դրանից կարելի է հակազդել ընդդիմադիր դաշտը։ Ես կարծում եմ փողոց։ Փողոցը, ես կարծում եմ ակտիվ փողոցը դա հետընտրական գործընթաց է, բայց մինչև փողոցը ընտրություններ կան։ Ես կարծում եմ ամբողջ քարոզչության մեխը պետք է լինի հետևյալը. ամեն ինչ անել, որպեսզի այն 50% մեր երկրի քաղաքացիները, ովքեր նախորդ ընտրությունները, այդ թվում նաև 21 թվականին, ասենք չեն գնացել ընտրությունների, դրանք իշխանություն ընտրող ընդհանրազանգված չի, դրանք ընդդիմադիր ընդհանրազանգված է, որտեղ իշխանությունը հրամանով կգրային։ Հետաբար այստեղից ես հետևության եմ գալիս, որ ընդդիմության թիվ 1 խնդիրը, որպեսզի ընտրություններ մասնակցի ընտրության իրավունք ունեցող մեր երկրի քաղաքացիների 60-70%-ը։ Սա անդրոն ցուցիչ է, առավելևս որ երկու եվրոպական երկրներում այս վերջերս ընտրությունների այդ բարձր տոկոսը ապահովեց եւ իշխանափոխություն եղավ։ Հունգարիան։ Այսինքն գործը եւ Բուլղարիան գործը փողոցին չհասավ։ Բարձրեմ ասում, այսինքն այստեղ քարոզչության կարևորությունն է մարդկանց հետ հանդիպելու, բացատրելու, հորդորելու մի անգամ, երկու անգամ, 10 անգամ, 100 անգամ, եթե պետք է, անընդհատ ասել, հիմնավորել, բացատրել է պետք։ Այսինքն, այստեղ ընդդիմության քարոզչության մեխը ոչ թե բացահայտել, ցույց տալ օրվա իշխանությունների բոլոր վատ կողմերը, բոլոր բերած ավերները, սա պետք է արվի, իհարկե։ Բայց հավատացնում եմ շարքային քաղաքացին արդեն հստակ գիտի։ Այսինքն նա ով ճիշտ է, եղբայր պետք չի մարդուն բացատրել Արցախի կորուստի իրական մեղավորն պատճառը ով է։ Անկամ իրենց կուսակիցները վստահաբար գիտեն, որ իրենք են, բայց քարոզչության համար հիմա կապիկություն են անում, ասում են ռուսներն են, նախկիններն են, զինվորականներն են, ջոկատներն են եւ այլն։ Դնում ենք այն կողմ, այսինքն նորմալ քիչ թե շատ բանական մարդը գիտի։ Բայց այդ բանական մարդը եթե գիտի, բայց չի ուզում գնալ ընտրության, ընդհանրապես ընդդիմության թիվ 1 խնդիրն է այդ մարդուն տնից հանելն է։ Որ գնա ընտրատեղամաս եւ բացատրել, համոզել, հորդորել, որ հունիսի 7-ի ընտրությունը իրականում մեր երկրի եւ այստեղ ապրելու ֆիզիկական լինելության գրավականն է, որ իշխանությունը պարտվի։ Եթե մեզ թշնամի երկու պետություն սատարում են Ադրբեջանն ու Թուրքիան օրվա իշխանություններին, ապա այս իշխանությունը թշնամի պետության կամ այն պետությունը, որի հետ մենք պատերազմի մեջ ենք, նրանց շահերը սպասարկող իշխանությունն է, իսկ այդպիսիները քաղաքագիտության մեջ անվանում են այդ իշխանությունին կոլաբորանտ իշխանություն։ Հիմա ժողովուրդ ասում եմ, դուք գնում եք ձայնը տակ մեզ մարտի դաշտում ճակատամարտ ոչ պատերազմ հաղթած պետության ներկայացուցիչ Փաշինյանին, հա, մեծ հաշվով ներկայացուցիչ է։ Դեսպան, հա, դեսպան։ Հիմա դեսպան, կառավարիչ, չգիտեմ, մարզպետ, չգիտեմ, ոնց ուզում եք գնահատեք։ Հիմա այս մարդը սա է։ Հետաբար նորից եմ ասում, նրանք ովքեր բանական են, գիտեն, իրենց պետք չի առատությունից սրա ավերների մասին խոսեն։ Պետք է մոտիվացնել, պետք է ձևերը գտնել, բանաձևումները գտնել, համոզելու հնարքները գտնել արդարացի ճշմարտությամբ, որ մարդուն տնից հանել։ 1, երկրորդ, մեր եկեղեցու դեմ դուք կարող եք հիշել անհիշելի ժամանակներից, քանի իշխանություն է պայքարել այն ձևով, ինչ անում է իշխանությունը։ Անկամ մոտար զավթիչները այս ձևով չեն վարվել։ Հարգալից են եղել շատ, իհարկե։ Ես որպես մասնագիտական Սա երկրորդ, ես հիմա առաջինը ասեցի, ինչ պետք է արվի։ Մեր ժողովրդին նաև պետք է հորդորել այս իշխանությունները վտանգ են ներկայացնում մեր ինքնության դեմ նաև գործողություններով։ Ինքնության պահապան ազգային ինստիտուտի դեմ, հոգևոր առաջնորդ վեհապար Հայրապետի դեմ, հոգևորականների դեմ
եկեղեցու նվիրալ հավատավոր զավակների դեմ։ Սա եւս, այսինքն երկրորդությունը, որտեղ մարդկանց պետք է բացատրել, մոտիվացնել, թե ինչու է պետք, որ սրանք չլինեն, չլինելու համար պետք է գնալ ընտրած տեղամաս։ Ընդդիմադիրից ում ուզում ես ընտրի։ Ու ես ցանկալի ես 3-ի մասն եմ ասում։ Եվ հետեւաբար, այստեղից հետևություն, եթե մի իշխանություն փորձում է 100%-ով կառավարելի եւ գրպանի գործիք դարձնել եկեղեցու հոգևոր առաջնորդին եկեղեցականներին, դա ոչ բարեկամ երկրի կեցվածք է։ Այսինքն մեզ թշնամի երկրի ղեկավարությունը կուզենալ այդպեսին լինել մեր եկեղեցին, որ այդ առումով կառավարելի լինել։ Հիմա սա նրանց շահերն է սպասարկում։ Սա երկրորդությունը, որով ընդդիմությունը քարոզության մեղքի դարձնի։ Ինքնություն եւ երրորդ մեր պատմական հիշողությունը։ Այս տաղավարից որը նույնպես փորձում են ջնջել։ Իհարկե, 1-2 ես դրվագով ասել եմ Չինգիզ Այթմատովի եւ Դարից երկար ձգվում որ հրաշալի ստեղծագործություն իդեպ ասում են ժամանակին նույնիսկ ուզում են Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում առաջարկեին, թե ավելի բարձր, այլ ամենաբարձր պարգևի հետ, որ չստացեց, բայց ստեղծագործությունը իսկապես շատ այժմյական է։ Մի ազգ տափաստանից եկած իշխում էր, գրավում էր տարածքը, տղամարդկանց չէր սպանում։ Ուներ գործիք, որ իրական է, հեքիաթ չի դա։ Կենթանու նոր մորթած ժամանակ ուխտերն էին, կաշին գլխին թաց, մարդուն թաղում են ավազի մեջ, գլուխը դուրսը եւ արևի կիզիչ ճարագայթները սխում էր գլուխը այդ կաշին։ Եվ որից հետո ինչ որ ժամանակ իրեն գիտեն այդ նրբությունները, այդ մարդը կորցնում էր իր հիշողությունը, իր ինքնությունը, ով է, որտեղից է եկել, ինչի համար է այստեղ, եւ որպես զոմբի ծառայող էր։ Բարձր ասում, բանակ էին համալրում այդպես, հրաման կատարող։ Այսինքն նախքին ապրած կյանք չկար այլևս։ Կար ներկան, որտեղ հրամանը տալիս է, պետք է կատարես։ Սա ինչու եմ ասում, որտեղ այս իշխանությունների երրորդ թիրախային առումով ինչի դեմ որ աշխատում է եւ ընդդիմության քարոզության հիմնական երրորդ ուղղվածությունը դա պատմական հիշողությունն է։ Եվ պետք է ցույց տալ բացատրել ամեն օր, որ պատմական հիշողության կորուստը ինչի է բերում ցանկացած ժողովրդի, այդ թվում հայ ժողովրդի։ Մեծ հաշվով դու դառնում ես ստամոքս։ Այստեղ հայրենիք չի կեսը, ես ինչու զուգահեռ բերեցի Այթմատովի այդ ստեղծագործությունը, այդ մարդիկ ում ֆիզիկական ներգործության միջոցով դարձնում են զոմբի կառավարելի 100%-ով։ Նույնը մեզ փորձում են անել, մեզանից խլելով մեր պատմական հիշողությունը, մեր անցյալը, մեր առաքելությունը եւ այլն։ Դա արդեն դպրոցներում է, կրթական համակարգը մտած, քարոզչամեքենան աշխատում, կեղծ իբր պատմաբաններ, իբր մշակույթի գործիչներ, այսինքն հստակ աշխատանք է։ Ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը այս 3 ուղղությամբ առավելագույն 24 ժամվա ռեժիմով պիտի քարոզություն ծավալի։ Որ ամենակարևորը մարդիկ գնան ընտրության։ Այսինքն դրանից հետո, երբ որ մարդը, ես դեռ չեմ ուզում ասել վտանգի մասին, անվտանգային վտանգի։ Այսինքն դա մասին խոսել անգամ ես գտնում եմ ավելորդ, որտեվ այնքան պարզ է երևում վտանգը, ակնհայտ է։ Եվ դրա համար իդեպ պետք է շնորհակալություն հայտնելու Ալիևին։ Դա մարդը չել թաքցնում, որ Եվ այստեղից հետևություն, անվտանգային ընդունում ենք Պաու Մալչյանյու, փակագծերում Ալիև, գրում ես Ալիև անվտանգություն։ Այս մարդիկ գիտեն։ Այս իմ 3 հիմնական սյուներով ծավալվում է քարոզություն, նպատակը առավելագույն մարդիկ գնան ընտրատեղամաս 60-70-80% ընտրությունների մասնակցությունը, սա նշանակում է, որ Փաշինյանը ինչքան էլ կեղծի, ոնց էլ փորձի եւ այլն ինչ էլ նկարի, ինչպես ասում են, գնացքը արդեն իր անցած է եւ թեման փակվում է եւ ինքը չի վերարտադրելու։ Պարոն Ապետյան, տեսեք դուք նշեցիք, որ գործող ռեժիմը շարունակաբար պայքարում է մեր պետական ինստիտուտների դեմ, մեր ազգային արժեքների դեմ, մեզ հարիր արժեհամակարգի դեմ, որի կրողն ենք մենք եղել հազարամյակներ շարունակ։ Եվ այսօր Հայաստանի Հանրությունը ցնցվեց վեդիում տեղի ունեցած զարհուրելի դեպքերից եւ այս համատեքստում պետք է մի քանի դիտարկում իրականացնեմ։ Եթե չլիներ լրագրող մեր լավ բարեկամ ընկեր Սյուզի Բադոյանը, չլինեին փաստաբանները,
այդ դեպքը ըստ էության ծածկադմփոց էր արվելու, որովհետև պարզ էր դարձել, որ առնվազն դեկտեմբեր ամսից տեղի են ունենում այդ սարսափելի իրադարձությունները եւ պատկան մարմինները լուրությամբ էին պարուրել տեղի ունեցողը։ Եվ երեք ազգագործան պատուասը ճեպազրույցում հայտարարեց, որ գործը բացել են իրավապահները։ Իսկն ցինիզմի հերթական դրսևորումը եւ ինչն էր հետաքրքիր նաեւ, որ նա իր անթակույց դժգոհությունը հայտնեց, որ ինֆորմացիոն արտահոսք է տեղ ունեցել եւ լրագրողներին հասել է այդ ամենը եւ հանրությունը իմացել է թե ինչ է կատարվում։ Եկեք նաեւ մի փոքր սրա մասին խոսենք, որովհետեւ ակնհայտ է, որ Փաշինյանական Հայաստանում մենք տեսնում ենք, որ նմանատիպ սարսափելի դեպքերի արկայության պարագայում պատկան մարմինները ըստ էության զբաղված են ամեն ինչով, բացի բուն գործը բացահայտելու, մեղավորներին պատժելու։ Քննչական կոմիտեի նախագահը խոսեց, ասում մի քաղաքականացրեք, այդ մենք ենք բացահայտել, դեկտեմբերին դեպք եղել է, փետրվարին ահազանգն ա եղել դպրոցի տնօրենի։ Այդ Սյուզի Բադոյանը որ բացահայտեց 2 օր առաջ տաղավարից երեկոյան, հա, ոդքասթով ես վարողներից մեկն էի եւ շատ լավ հիշում եմ, ինքն էլ բական մանրամասն բացատրեց, որտեղ առավել իրազեկն էր։ Եվ փաստորեն դեկտեմբերից մինչև հիմա, այս եթե աղմուկը չլներ, եթե հրապարակումները չլներ, հանրային կեցվածքը արձագանքը չլներ, էլ ծածկադմփոց էր։ Իսկ եթե բացահայտվի ինչ-որ դատախազներ են, դատախազ հրաժարական տվե ոստիկանությունից եւ այլն, մարզային շրջանակների։ Հա, բայց գիտեք ինչ, այդ էլ ինչպես ասում են, գոլոշի թողելու համար է, որ մարդիկ հանգստանան, թե տեսեք, արդեն իրապահներից նաեւ պատժվել են, որտեղ ինչ-որ թերացումներ են ունեցել։ Սա միայն այս մի բացահայտումն է, իսկ պատկերացրեք ինչքան դեպքեր։ Այսինքն սա կառավարման համակարգի տիպիկ ցախողում է կամ կանխամտածված երկրի ներսում ստեղծում է այսպիսի մթնոլորտ, անպատժելիության մթնոլորտ, եւ դրա մթնոլորտի դրսևորումներից մեկն էլ այն 19-ամյա երիտասարդն էր, ով մեքենան վարում էր։ Դե տեսեք, պարոն Ապետյան, ըստ էության հետաքրքիր բան է ստացվում։ Ողջ ուժային համակարգը ժողովրդական լեզվով ասած նստած է ընդդիմադիրների վրա աշխատելու եւ տարօրինակ չի, որ կարող են այսպիսի դրսևորումներ լինել եւ առհասարակ մենք կարող ենք նաեւ վերջին ամիսներին ֆիքսել, որ Հայաստանում աղմկահարույց հանցագործությունները շեշտակիորեն աճում են, որովհետեւ իրապահ համակարգը իր տեղում չի, իրապահ համակարգը զբաղված է մեզանով եւ չի կատարում այն ֆունկցիան, որը որ ի պաշտոնը կամ ըստ օրենսդրության պետք է կատարի։ Դե հիմա ունենք այնինչ ունենք։ Ես նորից եմ ասում, հա, այստեղ խնդիրը լավ կառավարման համակարգ ստեղծելը չի։ 18-ին երբ որ բերեցին, ես օրինակ բերեցի, չէ, այսինքն նույնիսկ եթե այդ անձը ներքին մղում ունի լավ պետություն ստեղծելու, ինքը ունակ չի անել, որովհետև չունի կրթություն, չունի մասնագիտական փորձառություն, չունի ցույց տված արդյունքներ եւ չունի ծառայության մոտիվացիա պետությանը, երկրին եւ հայրենիքին, չկա այդ մոտիվացիան։ Հետաբար այս 4 կոմպոնենտների բացակայությունը բերում է ցանկացած ոլորտ, որտեղ իրենք են նստած, ցախողում են, հստաբար։ Հետաբար եթե իրապահ համակարգի գործառույթը բոլոր քիչ թե շատ ինքնիշխան երկրներում մի բան է, հա, հանցագործության, ասենք, նվազեցում, հա, արդարության հաստատում, օրենքի գերակայություն եւ այլն, հա, արդար դատարաններ, ամեն ինչ հարաբերականության մեջ։ Այստեղ այս բոլորը ծառայում է այսպես վարչակազմի գլխին։ Եթե վարչակազմի ղեկավարը Փաշինյան Նիկոլ կոչվածը ասում է խիկա դատավորը, որի մասածը չանի, սա ես գիտեք, սա ցուցիչ է, ամենամեծ ցուցիչը սա է։ Եվ ինչու համար, ինչու է կոնկրետ դատավորներին, հա, այդպես, դատավորին, որի ինքը իրանք չունի ասելու։
Իդեպ մի այսպիսի զուգահեռ տանեմ դատավորների կարգավիճակի կարևորությունը երկրի կառավարման համակարգում։ Հрьяաները չունեին թագավոր, թագավորը աստվածներ իրենց։ Բայց երկրի ներսում այդ ժողովրդի կառավարության համար կային ուրեմն պաշտոններ։ 4-5 պաշտոններ տրված, որ մարդիկ կարող են այդ ոլորտներում լինել ղեկավար։ Չունեին թագավոր, հետո որ ինչպես ասում են երկու ոտքը մի կոշիկի մեջ պնդեցին Աստծո ողորմությամբ եւ որոշումով առաջին օցիալ թագավորը Սավուղը տրվեց։ Բայց մինչ այդ ամենաբարձր ստատուսը այդ երկրի կառավարման մեջ կային ոստիկաններ, օրենսգետներ, հա, հոգեվորականներ, ամենաբարձր ստատուսը երկրի կառավարման մեջ գտած ովքեր էին, դատավորները։ Այսինքն դատավորը, որը արդարության, Աստծո օրենքների գերակայության ապահովման երաշխավորն է։ Մարմնավորումներ ինքը դատավորի Նաև պաշտոնը։ բացի մարմնավորումից նաև ստատուս էր, ամենաբարձր ստատուսն էր։ Իդեպ ավելի քան հոգեվորականները։ Հիմա սա երբ որ ասում է դատավոր կա, դատավոր ոնց չլսի, ես կարծում ցանկացած մնացած իրապահ համակարգը ոնց է ծառայում, օլիգարխիկ համակարգին են ոնց է, դա արդեն այնքան երկրորդական է։ Որտեվ կառավարչից հետո, նու այսօրվա վարչապետ հին թվերին թագավոր, հա, երկրորդ ստատուսը կարևորության աշճանով։ Այդ օրենսգետը չէ, հոգեվորականը չի, բարձեմ ասում ոստիկանը չի, ես ասում եմ այն կառույցը, որը հрьяաներին երբ որ որպես ազգ, որպես պետություն, հա, Աստծո կողմից ստեղծվեց, թագավորից հետո երկրորդ կարևոր պաշտոնը դատավորն էր։ Դե հիմա նայեք ասում ախի դատավոր կա որ ինչ չլսի, իմ ասածը չանի։ Այն մնացածը օրենսգետ, հա, ասենք ոստիկան, դա ներքևի հարթությունն է։ Որոնք եւս արդեն հստակորեն իր դիապետության տակ են։ Ես մի օրինակ կցանկանամ մեզ դիտողներին հիշեցնել 2024 թվական հունիսի 12 Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկ ցուցարարների ջարդ հատուկ միջոցների կիրառում այդ փոքր տարածքի վրա մի քանի տասնյակ հատուկ միջոցների կիրառում հարյուրավոր վիրավորներ մեկ քաղաքացու ձեռքը կտրվել էր եւ ես հիշում եմ որ այդ նույն ժամին եւ նաեւ հաջորդ օրը պարլամենտում պատուասը հայտարարում էր որ ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում եւ հայտարարում էր որ ձեռքը կտրված քաղաքացու վերաբերյալ հայտարարում էր որ քաղաքացին ինքն է մեղավոր, որովհետև իբրև թե վերցրել է լուսաձայնային նռնակը եւ ցանկացել է այն նետել ոստիկանական զորքերի ուղղությամբ։ Այսինքն մենք ֆիքսում ենք, որ ոչ միայն դատավորների վրա է տարածվում նրա իշխանությունը, այլ ողջ ուժային համակարգն է կենտրոնացված նրա ձեռքում եւ հատուկ քննչական ծառայություն, հակակոռուպցիոն կոմիտե մենք տեսնում ենք, որ հիմնական նրա հենման կետը իշխանության պահպանման ասպեկտում հենց ուժային կառույցներն են մնացել, որովհետև նա չունի ամենակարևոր եւ ամենաառաջնային բաղադրիչը, որը որ նա ուներ 18-ին կամ հետագա նրա մի քանի տարիների մինչև պատերազմը նա չունի լեգիտիմություն այլևս։ Եվ բոլոր սոցհարցումներում իր իշխանություն պայելու համար պետք է լեգիտիմություն։ Հիմա այս պայմաններում ինքը դրա մասին մտածում է լեգիտիմություն։ Այս ընտրությունները ինքը մտածում է որ լեգիտիմությամբ հաղթի, չէ, ինքը մտածում է հաղթելու մասին։ Միանշանակ, որովհետև սա իր համար էգզիստենցիալ հարց է։ Գոյաբանական է։ Այո։ Եվ լավ կլիներ, որ գոյաբանական հարց լիներ նաև հիմնական ընդդիմադիր դերակատարների նկատմամբ։ Ես համակարծիք եմ այդ տեսանկյունից, այսինքն մոտիվացիոն առումով գոնե ընդդիմադիրների մոտիվացիան իրավիճակի փոփոխը շատ ավելի է մոտիվացված, որովհետև գիտի թե ինչ կարող է լինել, բայց ընդդիմության որոշակի շերտում ես տեսնում եմ, որ չեն հասկանում կամ չեն գիտակցում, որ եթե Աստված մի առասցե այս ռեժիմը վերարտադրվի, ապա հաջորդ քաղաքական բանտարկյալները լինելու են իրենք։ Ուրեմն ես ասեմ այսպես, հա, հիմա այն ինչ որ Հայաստանում կատարվում է, ինքը
մի կողմից արտաքին կառավարման ներքո է Հայաստանը, առաջնորդին Թուրքիա-Ադրբեջան, որտեղ իշխանություն կոչվում է կոլաբորանտ իշխանություն, բայց ներսում ներքին ներքաղաքականի համար ինքը ստեղծում է ավտորիտար ռեժիմ։ Բազում ասում, չէ՞։ Անշուշտ։ Բայց ավտորիտար ռեժիմում կա բազմակարծություն, բազմակուսակցականություն, հա, մի քանի գաղափարախոսություններ։ Այդ ֆասադը ժողովրդավարության Ավտորիտարում կա, երբ որ ավտորիտար ռեժիմը շատ բնական ձևով սահուն անցում է կատարում դեպի տոտալիտար ռեժիմի, տոտալիտար ռեժիմը ինքը հիմա այդ անցումային փուլում է։ Այսինքն մի գաղափարախոսություն, մի կուսակցություն, մի ղեկավար։ Ինքը դրան է տանում։ Երբ որ ասում է իրական Հայաստան եւ ճիշտը սա է, այն մյուսները այսօր է կես կատակ, կես լուրջ, կես այսպես բանը ոչ այտենց հաստատական, բայց քարոզչական դաշտում ակնհայտ արդեն որպես թեզեր աշխատում է, որ մնացածը ամեն ինչը երկրի կործանումն է, թշնամանք է, մենք հայրենիքը կորցնենք, հայրենիքը պետություն է, չգիտեմ, եւ այլն։ Այսինքն ներողություն եւ ձեր նշածի առումով լրացում իրականացնեմ, պատահական չէ, որ 1-2 շաբաթ առաջ էր կարծեմ, որ հերթական մարզային իրենց այցելությունների ժամանակ այսպիսի մի պաստառ կար, չկա Փաշինյան, չկա Հայաստան։ Ուրեմն սա տոտալիտար ռեժիմի դրսևորումներից է։ Այսինքն այլընտրանք պետք չլինի բացարձակապես ղեկավարին, քարոզչությանը, գաղափարախոսությանը, թիմի եւ այլն։ Չկա այլընտրանք։ Կիմերսյան վիճակ էլի։ Դա եթե Կիմերսինը իր երկրին է ծառայում, կարող է Ամերիկային կամ Իսրայելին է ծառայում։ Չէ։ Իր երկիրն է պաշտպանում։ Ներսի բովանդակության մասով եմ ասում։ Հասկացա, կառավարման ձևի մասն ես ասում։ Այո։ Բայց դա շատ կարևոր է վեկտորը։ Վեկտորը հետի այդ պետության հյուսիսկորեական ունի իր գաղափարախոսություն, ասում է սա է իմ գաղափարախոսությունը։ Չուչխենա։ Ղեկավարը սա է, մենք ավանդույթով այսպես ապրեն, այսպես ծառայեն, այսպես ոչ աճ, ոչ ցախ։ Համաձայն եք։ Եվ ինքը իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը այնքանով որքան ինքը կպահում է։ Հիմա մեզ մոտ այո շատ ճիշտ է, գնում է դեպի այդ։ Բայց խնդիրն է, որ դու այս ամեն ինչը ստեղծում ես մեկ անձի իշխանություն, որը տոտալիտար ռեժիմով է, ինքը արտաքին կառավարման ներքո է։ Այսինքն այդ անձին թելադրող կա։ Դրսից մեկը իհարկե դրսից ասում են սենց դրանես, ինքը շատ դյուրին կերպով կարող է անել, որտեվ տոտալիտար ռեժիմ է։ Սա է տարբերությունը։ Բայց հիմա ակնհայտ է, որ ինքը գնում է դեպի այդ։ Ասենք վաղը չեմ իսօր ցեղասպանությունից խոսելը կարող է քրեորեն պատժելի արագ լինի, դե ասեմ ձեզ։ Չզարմանաք։ Արդ, այսինքն այն խորհրդանիշները, որ մենք ունենք, եւ այն ինքնությունը եւ այլն, օրինակ դրա թեթև դրսևորումներից գիտեք որն է։ Երբ ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրեց, մարդիկ չէր արել։ Ի պաշտոնի իր գործառույթն էր արել։ Չէ, դա տաբու է, արգելքը չկա, ցեղասպանություն թեմա չկա, պետական մակարդակով չկա, արգելված է, եւ վաղնել այդ պետական մակարդակը պրոյեկտել է մեր կենցաղվարության մեջ, ասել են չի լինելու ինչ դպրոց, հլ մեկը ցեղասպանություն փորձի խոսել։ Նույնը նաեւ Արցախը։ Պարզ եմ ասում, այսինքն ներկա արտաքին կառավարման ներքո գտնվող իշխանությունները ավտորիտար ռեժիմը փորձում են բերել տոտալիտար ռեժիմի, վերջ։ Նաև մեր երկրի քաղաքացիներն դե հասկանան։ Վերարտադրությունը հենց դրա իսկ այդտեղ ասենք ցմա, այդպես միշտ մնալու է։ Մինչև արտաքին կառավարիչները չորոշեն, որ իրան փոխեն, որտեվ կարող է որոշեն, չէ, ինչպես ասում են, պերեբոր անում, որտեվ այլ խաղացողներ կա, հա, տարածաշրջանում։ Հիմա իր գործելավոճը բերում է դրան, բայց այդ ամեն ինչը իհարկե ինքը պետք է փաթեթավորի համեմի ինչով ժողովրդավարություն ինչ գեղեցիկ բառեր ասում, մարդու իրավունքներ, ապագա, խաղաղություն եւ այլն։ Իսկն ակնհայտ է։ Սատանան գիտեք մարդուն երբևէ չի ասում, որ դու երբ որ մտնում ես ասենք բան խաղատուն ինքը ցույց է տալիս այդտեղ գայթակղիչ լինելը, գեղեցիկ չի խոսում ռիսկերի մասին։ Գեղեցիկ աղջիկներ, լավ սնունդ, լավ խմիչք, շահած գումար, չի ասում, բայց եթե պարտվում ես, հարբում ես, նստում ես մեքենայի ղեկին ու դեպի ուր վթար, որի հետևանքով ասենք մահ լինում։ Այսինքն ինքը հնդածս ցույց է տալիս գայթակղությունները, բայց այդ գայթակղությունների օգտագործման դեպքում վերջնարդյունքում դու ինչ կորուստներ ես ունեն, դրա մասին չի ասում։
Հիմա նույն տրամաբանությամբ ինքը այստեղ է։ Ինքը իբր գայթակղություններն այն ինչի մասին ես ասացի, հա, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, էլ ինչ ասում։ Խաղաղություն, առևտուր, շատ փող կաշխատենք, շատ կծախսենք, էժան բենզին, բայց չի ասում, եղբայր, դու այդ գործելավոճով հայնիկ ես հանձնում։ Այդպես ես զուգահեռը որ տանում, պատական զուգահեռ չեմ տանում։ Պարոն Ապետյան, դուք նշեցիք նաև տարածաշրջանի խաղացողների մասին։ Տարածաշրջանում եւ մասնավորապես մեր հարևան մերձավոր Արևելքում եւ իդեպ բազմաթիվ վերլուծաբանների դիտարկմամբ Հարավային Կովկաս ասվածը եւս այսպես ասած մեծ մերձավոր Արևելքի մաս է հանդիսանում, որովհետեւ այն ինչ որ կատարվում է այնտեղ, ուղղակիորեն մեր վրա շատ կոնկրետ ազդեցություն կարող է ունենալ եւ ունենում է։ Տեղեկություններ են տարածվում, որ ռմբակոծությունները վերսկսվել են, մասնավորապես Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորել են իրանական կղզիները, նավատորմերը, բայց Դոնալդ Թրամփը դա չի համարում պատերազմի կամ ավելի շուտ ռազմական գործողությունների վերսկսում, այլ ասում է դա ուղղակի սիրալիր թփթփոց էր։ Եվ միաժամանակ նաեւ նշում, որ եթե իրանական կողմը չհամաձայնի պայմաններին կլինի այս հետևանքները։ Հիմա մենք զես ինչպեսի շրջափուլում ենք գտնում այս շատ կարևոր եւ շատ վտանգավոր կոնֆլիկտի առումով։ Նայեք, արձանագրենք իմ գնահատականն է, կարող է չհամաձայնեն մեզ լսողները, այդ ու նաեւ դուք։ Իրանը այս պատերազմը արդեն հաղթել է։ Խնդիրն է Միացյալ Նահանգների նախագահ դեմքը ինչպես դիփրկի, որ նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականը չպարտվել, որտեղ պարտվել է իր համար իմպիչմենտի գործընթաց սկսելու լավ նախապայման է, ել չեմ ասում, որ հաջորդ նախագահականում այս պարտությունը դեմոկրատների մատի փաթաթան են դարձնելու 7-24 ռեժիմով խոսելու են սրա մասին։ Հետաբար դեմքը փրկելու խնդիր կա։ Այս ամեն ինչը սկսեց ստրատեգիական առումով նպատակ հետապնդելով հարվածել Չինաստանի տնտեսությանը։ Սա այս կարծում գաղտնիք չի, հա, իրանական նավթով։ Սրա մասին շատ ենք խոսել։ Շատ ենք խոսել, այո։ Հիմա պատկերացրեք մի շաբաթ Տրամփը պետք է հանդիպի Սի Ցզինպինի հետ Չինաստանում։ Իր դիրքերը ինչքանով են ուժեղ այս վիճակում։ Շատ ավելի թույլ էին, քան փետրվարի 28-ից առաջ։ Շատ ճիշտ է։ Ուրեմն հիմա ինքը ինչ պետք է անի։ Կամ ստորագրելու է ինչ որ պայմանագիր, որը ներկայացնելու է որպես հաղթանակ, կամ ռազմական գործողությունները շարունակելու եւ հետազոտելու է, փորձելու է արդյունքի հասնել։ Արդյունք, որը իրեն թույլ կտա Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ավելի ուժեղ դիրքերից բանակցել։ Թույլ դիրքերից ինքը զիջումների է գնալու։ Բայց ինքը հիմա ակնհայտ է, չէ՞ ինչ վիճակում է։ Կարծում եմ, որ ուսում եք համար գաղտնիք չի։ Մի հացանավ այդպես լավի մեջ խփվել մի կերպ քրքաշ տարել էին։ Իրանական հրթիռները, հականավային հրթիռներ ունեն, դիպուկ եւ դյուրին կերպով ամերիկյան նավերը շարքից հանում են։ Այդ ռմբակոծությունը պատերազմի ելքի վրա որից է կամ հրթիռակոծությունը ազդեցություն չունենա ելքի վրա։ Այնպես որ ինքը արդեն պարտվել է։ Ինչպես ասում են, после драки не машут кулаками։ Դե հիմա ինքը այդ մաշատն անում էլի։ Բայց դրանից իրավիճակ չի փոխվում։ Կա եւս մի պերսոնաժ, որին այս արդյունքը բնավ ձեռք չի տալիս եւ նա բնականաբար ամեն ինչ անելու է, որպեսզի Միացյալ Նահանգների եւ Իրանի թեկուզ հավանական համաձայնությունը ուշագրի տեսքով, ինչպես նշում էին վերջին օրերին, չկայանա, դա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուն է, որը որ իր երկրի ներսում ունի լրջագույն խնդիրներ, նրա վրա բազմաթիվ քրեական գործեր կան, կոռուպցիոն մեղադրանքների ասպեկտում եւ բնականաբար Բիբին այն պերսոնաժն է, ով չի վարանի ամեն կերպ տորպեդահարել թեկուզ ցածր տոկոսային հավանականություն ունեցող համաձայնությունը։ Ուրեմն Բիբիի համար այս պատերազմի կանգնեցնելը մահ է, ֆիզիկապես նաեւ։ Ոչ միայն իշխանության կորստը, ինքը ֆիզիկապես իր հետ հարցերը կլուծեն, ընդ որում հрьяաները դա լավ պրակտիկան ու փորձ ունեն։ Դա համար ինքը ամեն ինչ անել որ պատերազմը շարունակի, եթե ոչ Իրանի ճակատում, գոնե Լիբանանում։ Այդ
հետո եթե ոչ Լիբանանում, ապա Սիրիայում։ Եթե ոչ Սիրիայում, չգիտեմ, ինչ որ մեկին կգտնելի։ Հորդանան ասեն, կարող իր դաշնակից Հորդանան մտնի։ Թուրքիա, եւ այդպես շարունակ։ Այսինքն եկեք այսպես, հա, այն բուն նպատակը, որը որ դրել էր Բիբին իր առաջ, Իրանը չէր։ Ինքը առաջնային խնդին դրել էր Փրկչի Մաշախի իշխանության գալու ժամանակ նրա նստատեղի, նստավայրի ուրեմն ազատագրումը, ճակերտներում ազատագրում։ Խոսքը Ալաքսա մզկիթի վերացումն էր, որտեղ Փրկիչ երբ գալիս է իրենց Փրկիչ հрьяաների Մաշախը, ինքը պիտի նստի Սողոմոնի տաճարում։ Այդ տաճարում այսօր Ալաքսա մզկիթն է։ Մահմեդականների համար երրորդ Սրբ հավերի նշանակությամբ Մեքքայից եւ Մեդինայից հետո։ Դրա համար Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ պատերազմ սանձազերծվեց, նպատակ հետապնդել, որ պաղեստինցիները տարածքից դուրս կգան, մի մասը կոտորեն, մի մասը դուրս կգան։ Հորդանները արևմտյան ափի պաղեստինցիները, որը եւս, հա, Իսրայելի, այսպես ասենք, ենթակայությամբ, այնտեղ բավականին խելոք են Մահմուդ Աբասի ղեկավարությամբ, առավել ագրեսիվը Համասն էր։ Հիմա այդ ծրագիրը ձախողվեց, հաստացի։ Գլոբալիստները, ինչպես ասում են, իրենց համաշխարհային կառավարության ներկայացուցին կամ ղեկավարին չեն կարող բերել նստացնել։ Այսինքն մոնդիալ աշխարհ կա, որ համաշխարհային կառավարությունն է, էլի, այդ աշխարհը պարտվել է։ Հիմա գնում է միաբևեռ կառավարման աշխարհի մրցակցությունը, որի ավանգարդում Միացյալ Նահանգներն է, բազմաբևեռ աշխարհի դեմ։ Հիմա այս պայքարն է գնում։ Հիմա Բիբին այն հինի ներկայացուցիչն է, հա, մոնդիալ աշխարհի գլոբալիստական, շատ ճիշտ է։ Դե հիմա ցանկացած պատերազմի կասեցում Միացյալ Նահանգներին այս կռվից դուրս գալ, այդ նշանակում է, որ Իսրայելում իշխանափոխություն, վստահաբար եմ ասում ձեզ, ընդդիմում արտահերթով կարող է լինի եւ չեմ բացառում, որ Իսրայելում նաեւ ռազմական հեղաշրջում լինի, որտեղ այնտեղ շատ բավականին սթափ եւ քաղաքական եւ ռազմական գործիչներ կան, որ այս ավանտյուրայի հետևանքով այդ երկիրը կորուստներ ունենում, ճշտամանքն ավելանում, աշխարհում հակահարիություն կամ հակասեմականության, սիոնիզմի դեմ պայքար եւ այլն, այսինքն բացի խնդիրներից օբյեկտիվ հիմքերի վրա։ Հա, բացի խնդիրներից ոչ մի չի շահ։ Ես կարծում եմ, որ Բիբիի վերջը բական տխուր լինելու։ Վաղթեշ Միացյալ Նահանգները փորձելու են դուրս գալ Բիբի իշխանությունից։ Այդ հայտնի տրցակը թղթապանակը, որ Էփշտեյնի կար, հա, ես չեմ բացառում, որ նաև Մոսադներ եւ առաջներտին Մոսադներ օգտագործում։ Իդեպ պատերազմի մեկնարկից առաջ բավականին լայն թափ էր ստացել այդ թեման, բայց հետագայում այնպես մոռացվեց, կարծես ոչինչ չէր եղել։ Դե հիմա ուրեմն իր նպատակին ծառայեց։ Տրամպը Իրան դեմ սկսեց պատերազմ։ Այդպես։ Եվ թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Antifake-ի եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումներ, Ձեզ հետ էին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մնացեք Antifake-ի եթերում, շարունակեք աջակցել Antifake-ին, Patreon, Super Chat, Donation Alerts, կրիպտոարժույթ, քարտային ֆինանսական փոխանցումներ եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։